12-րդ տեղը Ամերիկայում, ովքեր ստանում են օգնություն, դա մենք ենք հայերը, ժողովուրդ ջան, այսօր հրապարակել է Թրամփը։ Ես որ ասում էի, դուք չէիք լսում, արդեն իմ տվյալներով 2 հոսպիս են մտեփակել եւ 2 մանկապարտեզ, հենց հայերի մոտ։ Ամերիկայի դաշնային կառավարությունը, Թրամփ վարչակազմը, Առողջապահության Department HHS-ը հայտարարել է լայնածավալ հետաքննություն կապած ֆինանսական խարդախությունների մասին սպասարկման եւ բժշկական ծրագրերում, հատկապես այստեղ Կալիֆոռնիայում։ Նրանք նշում են, որ կան մեծականակ խարդախություններ, երբ փողերը նախատեսված են եղել առողջապահական ծառայությունների, սննդի, օգնության եւ սոցիալական ծրագրերի համար, ուղղվում են սխալ կամ խարդախ նպատակներով։ Զգում եք ինչ են ասում։ Դոկտոր Մեհմեդ Օ.Զին, Center for Medicare and Medicaid Service-ի ղեկավարը ասել է, որ այս խարդախություններն իրականացվում են ըստ իրենց հետաքննության արտասահմանյան ազդեցության տակ գտնվող հանցավոր խմբերի, այդ թվում հայկական եւ ռուսական կազմակերպությունների բանդաների կողմից, որոնք միացված են ֆալշ հոսպիսների եւ տնային առողջապահության ծառայությունների միջոցով պետբյուջեի գումարների յուրացմանը։ Այսինքն իմ ասածները ժողովուրդ ջան եկավ հասավ իր տեղը։ Եվ Ամերիկայի օգնությունը 18% է կազմում ամբողջ Ամերիկայում, Կալիֆոռնիայի տոկոսները 18% է, 3.5 միլիարդ դոլար մենակ գալիս է Ամերիկա, այսինքն Ամերիկայում ասում, Կալիֆոռնիա, այսինքն ամբողջ Ամերիկայի բյուջեի 18%-ը մենակ այս նահանգն է ուտում։ Ժողովուրդ ջան, զգուշ եղեք, մնացեք ապահով եւ կիսվեք ձեր ընկերների հետ, թող լսեն եւ զգուշանան, գիտեն, որ մենք աշխատում ենք շատ, ոնց ասեմ, առանց խարդախությունների, օրինական, գիտեմ, մեր հայերը բոլորը օրինական են աշխատում։ Ես չգիտեմ, այս մարդը ինչ է խոսում, ու այս Թրամփը վավշե ինչ է ասում։ Հլարի տես մեր հայերը քրտնաջան ոնց են աշխատում։ Չեն պատկերացնում, էլի ուղղակի չգիտեմ։ Լավ մնացեք ապահով։